Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Բարձրակարգ և հատնտիր ձավարեղեն Մարանի գից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն, հարգելի ներկայացներ։ Բարով եք եկել։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած սպասում են հաղորդման շրջանակներում։ Շատ էլ ճիշտ են արել։ Շատ ուրախ ենք, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Անտիր։ Լավ գարնանային արև է, ինձ թվում է, բոլորին Սարսափելի լավ։ Այո։ Բայց հնարավոր է այդպիսի բան սարսափելի լավ։ Լինում աննորմալ ձևի լավ է լինում։ Այլանդակ Այո, այնքան լավ ենք, որ մենակ աննորմալ է այդքան լավ կարելի էլի այս պայմաններում, բայց Եղանակային փոփոխությունները ձեր տրամադրության վրա ինչպես են անդրադառնում։ Ես գարնան արևը առավոտվանից վայելում եմ ու շատ ուրախ եմ, որ հենց այսօրն ենք ընտրել։ Լավ տրամադրությամբ սկսելու ենք։ Նախ շնորհակալություն, որ ձեր զբաղված ժամանակից կարողացաք մեզ տրամադրել, որպեսզի մեզ այսօր կերակրեք։ Ես առաջարկելու եմ, որպեսզի մեր զրույցը շարունակենք ձեր արդեն բնակարանի ներսի հատվածում, ոչ թե դրսի, չնայած դրսում շատ գեղեցիկ է, շատ հրաշալի է, բայց ամեն դեպքում ես վստահ եմ, որ մեզ համար գեղեցիկ տեսարան կբացվի ձեր տան պատշգամբներից որևէ մեկից։ Անպայման։ Հարգելիներս, պետք է ասեմ, որ մենք այս պահին գտնվում ենք ձեր հոգեբանական կենտրոնում, եթե ճիշտ եմ ասում, եւ եթե նույնիսկ ոչ մի մասնագետ չաշխատեր, միևնույն է այս տեսարանը արդեն հոգեբանորեն ներդաշնակություն է պարգևում։ Նախ շնորհակալություն, որ մեզ հենց այստեղ էլ հյուրընկալեցիք, եւ հիմա արդեն կխնդրեմ, որպեսզի մի փոքր պատմեք ձեր այս պահի գործունեության մասին։ Սիրով, շատ մեծ սիրով, մեր սիրելի վայրում եք, իդեպ։ Եվ այստեղ հատկապես մեր գործունեությունից պետք է ասել, որ շատ հաջողում է արտ-թերապևտիկ աշխատանքները։ Արվեստի թերապիա, ճիշտ Այո, նկարում են, քանդակում են, մարդիկ, ովքեր չեն հրաժարվում այդ առաջարկից, նրանք շատ երջանիկ են լինում, հատկապես այստեղ շատ սիրուն է լինում նաև մթնշաղը, երբ որ արդեն արևը մայր է մտնում, եւ այդպես կարելի է շարքը անվերջ ասել։ Մեր գործունեությունից որ կտորը ասենք, պարոն Մերաբյան, սպորտի հոգեբանությունից։ Լինի, թե չէ, ասենք գործունեությունից այդ ամբողջ օրը դրան կնվիրի, քանի որ մենք քաղցածել ենք եւ ձեզ սպասում ենք, փորձենք կարճ ձևակերպել։ Հա, հիմա առաջնային շեշտը դրված է սպորտի հոգեբանության վրա։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլի հետ կապ չունենք, թիմային չենք։ Միանգամից հասկացա, որովհետեւ եթե կապ ունենայիք, վերջին դեպքերը մեզ հետ ինձ թվում է տեղի չէին ունենա։ Բայց սիրով կօգնենք, եթե կարող ենք։ Փորձենք օգտակար լինել, ուղղակի հա, շատ կարևոր է, որովհետեւ այսպես թե այնպես եթե մենք զգտում ենք քաղաքակիրթ հաղթանակների, դա դրանցից թիվ մեկը սպորտն է, պլյուս արվեստ, ճարտարապետություն, միգուցե ցանկացած մշակույթի ձև, գիտությունն էլ չասեմ։ Լավ, ինչ ասել է սպորտի հոգեբանություն, այսինքն մարզիկներին պատրաստել հաղթանակի, թե պատրաստել պարտությունը, արժանավույն ընդունել, ինչ է դա իրենից ներկայացնում։ Ձեր նշած ամեն ինչն էլ մտնում է դրա մեջ, ուղղակի շատ մեծ տարբերություն կա թիմային սպորտաձևերի եւ անհատական սպորտաձևերի մեջ, դրանք մարզաձևերը իհարկե բոլոր տեղերում էլ մարզիկն է գլխավոր գործոնը, բայց այստեղ անհատական ձևերի մեջ իր անհատն է ու վերջ։ Մենք ուժեղացնում ենք իր անհատը։ Իսկ սպորտայինների մեջ թիմն է կարևոր, որտեղ անհատը չկա, անհատը ստորադասում է։
բայց քանի որ հայու գենը իր մեջ տենց բան էգոյա պարունակում, ցավոք սրտի մեր թիմային սպորտաձևերում մի քիչ հաջողությունը լինում անենց ոնց որ լինում է։ Հասկանալի է։ Մարիամ, ձեր գործունեությունը նույնպես այս պահին նույն ուղղության վրա է, թե դուք զբաղվում եք այլ։ Սիրելի Վահան, սպորտի հոգեբանությունը առաջի տեղում ուզեցինք նշել, որտեղ այս պայն շատ մեծ ուշադրության կենտրոնում է հենց Արկադիի կողմից։ Իմ ուշադրության կենտրոնում բնականաբար շարունակում են մնալ ընտանիքները։ Ես տարիներ շարունակ զբաղվում եմ զույգերի թերապիայով, ընտանեկան հոգեթերապիա, հոգեախտորոշման մոդուլի դասագրքի առարկայի հեղինակն եմ, վարողն եմ տարիներ շարունակ։ Իրականում վիճակագրություն ամուսնալուծությունների ոչ մի կերպ չի ընկրկում, որովհետև ես դրա դիտարկումը մի շարք հաղորդումների ժամանակ բարձրաձայնել եմ հույս ունենալով, որ խոսքս ճիշտ տեղ կհասնի, բայց կարծում եմ, որ եւս մեկ անգամ քաղցած սպասում են հաղորդման ժամանակ ավելորդ չի լինի նշել, որ մենք ամուսնալուծությունների ահագնացող թիվ ունենք, որովհետև մենք չունենք նախ ամուսնական փուլում գնահատում։ Նախ ամուսնական փուլում շարունակում է մնալ այն իրավիճակը, որ մարդիկ սպոնտան են ամուսնանում։ Շարունակում է մնալ արտաքին գրավչության գործոն առաջին տեղում, կամ այս ծնողների երեխան է հարմար է մեր երեխային, այս երեխան հարմար է, չգիտեմ, արդեն երեխան էլ չէ զույգի մեջ սխալ կատեգորիա է, բայց չեմ փոխելու բառը, որտեվ հենց այդպես է հնչում։ Մենք պնդում ենք, որ ամուսնալուծությունների ահագնացող թիվը մեր կաբինետից վիճակագրությանն կնպաստի իջնելու, երբ ուժի մեջ մտնի նախ ամուսնական ոլորտի գնահատումը, երբ զույգերը, ինչպես առողջապահության ոլորտում պետք է մշակույթ դարձնեն, հետազոտվեն մինչև ամուսնանալը, այնպես էլ գնահատեն իրենց հոգեկերտվածքը, հարաբերությունների ոճը, հաղորդակցման, այսինքն ինչպես են կոմունիկացվելու, ընտանեկան կանոններ ստեղծելու այն համակարգը, որը մեզ մոտ, եթե 0 չէ, ապա շատ մոտ է 0-ի։ Հիմնական վեճերի առիթը ո՞րն է ամուսնալուծվող զույգերի մոտ։ Առաջին տեղում կառանձնացնեմ սոցիալ-մշակութային եւ սոցիալ-տնտեսական կենցաղային պայմանները, որոնք որպես կանոն անտեսվում են նախ ամուսնական փուլում իրենց ընտանեկան կյանքը սկսող զույգի կողմից։ Տեսեք, իմ ասածի ամենապարզ օրինակն է վարկով ամուսնանալը։ Երբ մարդիկ կարիք ունեն դեռ իրար ճանաչելու, երբ մարդիկ կարիք ունեն միասին ճամփորդելու, ընտանիքներ ավելի բաց ներկայացնելու, մենք նախամուսնական փուլում դարեր շարունակ հետևյալն ենք արել։ Նախամուսնական փուլում բոլորը իդեալական են կամ որպես կանոն անտեսվում են հիմնական թերությունները։ Օրինակ, կարող է ապագա բռնարարի կերպարը շատ ակնհայտ լինի, բայց այսպիսի մի արդարացման մեխանիզմ օգտագործվի, դիմացինին արդարացնել, որ դե մեկ անգամով հոչես գնահատելու, բայց այդ մեկ անգամը շատ եւ շատ անգամներ հետո դառնում է փորձ, եւ իմ հարցին, որ դուք նախկինում դա կարող եք նկատել, լինում է դրական պատասխան, որ այո, որովհետեւ նախամուսնական փուլում նա ինձ հարվածել էր, կամ ես տեսնում էի, որ նա օրինակ ազարտի հանդեպ հակվածություն ունի, կամ ես տեսնում էի, որ նա օրինակ ծույլ է, աշխատասեր չէ եւ ընտանեկան արժեքներ կրող չէ։ Եվ այս ամենի կուլմինացիան վարկով ամուսնանալն է։ Այսինքն սա արժեքների մի այնպիսի խախտում է, որտեղ որ գումարը, որը պետք է ընտանիքի զարգացմանը դրվի, դրվում է ցուցամոլության, ցուցադրական վարքի եւ այլնի վրա։ Նույն չափ էնտուզիազմով հաճախ կարող է գումար նույն կրթության, անձնային աճի, մասնագիտական աճի ու զարգացման վրա չդրվի։ Հասկանալի է։ Ես մի շատ կարևոր դիտարկում էլ անեմ, ցավոք սրտի, այո, բնականաբար այն ամեն ինչ Տիկին Մերաբյանը նշեց, մեծ տեղ ունի, բայց ինձ համար ցավալի փաստ է, նոր սպորտից որ խոսում ենք, նույն պատրաստ չլինելն է թիմում գործելու, ընտանիքը այսպես թե այնպես թիմ է։ Եվ ցավոք սրտի մեր ոչ միայն երիտասարդություն ընդհանրապես մեր հայ ժողովուրդը ընտանիքին որպես թիմ չի վերաբերվում, ու այդ չզիջելու կամ թիմային չվերաբերվելու կամ որպես թիմ չընդունելու ընտանիքը դա էլ է բերում նրան, որ այն մեր պետական պարտքի պես ամուսնալուծությունները երկրաչափական պրոգրեսիայով աճում են ցավոք սրտի։
Ցավոտ թեմաներ ենք այս պահին շոշափում, ես կարծում եմ մենք մի փոքր ավելի ուշ լուծումներ էլ կարողանանք առաջարկել, իսկ այս պահին անդրադառնանք մեր հաղորդման ֆորմատին, եւ ինչպես պարոն Մեհրաբյանը նշեց, նա քաղցած է, մենք նույնպես անմասն չենք մնում այս ամենից։ Ինչ եք մեզ համար պատրաստելու այսօր։ Իրականում ես առաջարկել եմ պատրաստելու մեզ համար այսօր։ Նա ինձ օգնել է եւ դուք էլ կհամոզնեք, որ շատ է օգնել։ Այսօր ես ձեզ առաջարկելու եմ, որպեսզի մենք ծովամթերք փորձենք, այսինքն ձուկը, փորձենք ծաղկակաղամբի հետ։ Օհո։ Եվ եւս մեկ բաղադրիչ եմ ավելացրել լրիվ ինքնուրույն անանասով։ Օհո։ Երկուսը առանձին մենք փորձել ենք, պարոն Մեհրաբյանը հավանել է, իսկ եթե նա հավանել է, ուրեմն այդտեղ սննդային բարձր արժեքների մասին է խոսքը։ Մի քիչ չդիմացնեմ ես հասկանալի է, գուրման եք դուք։ Ահա, եւ քանի որ ստացել եմ այդ կնիքը, որ այո, դա փորձենք, միասին կփորձենք եւ ինձ թվում է արձագանքը, որ մեր սիրելի հեռուստադիտողն էլ օրինակով կգնա, արդեն ձեր կարծիքը կբարձրաձայնեք մեր խոհանոցում։ Սիրով գնումներ ունենք կատարելու, ճիշտ է։ Այո։ Իհարկե։ Ինչ ունենք գնելու։ Ձուկը, ծաղկակաղամբը, անանաս ունենք։ Եվ մի քանի բաներ, օրինակ ուզում եմ լավաշը անպայման լինի, որովհետև բաց եմ թողել եւ լավաշ չենք վերցրել։ Սիրով պետք է գնանք խանութ, ճիշտ է։ Գնանք։ Դե առաջարկում եմ արդեն։ Բայց ես իմ սիրելի խանութ ունեմ փոքր, այսպես կարող ենք այդտեղ գնալ։ Սիրով միայն մեծ հաճույքով այդպիսի կոլորիտային, այո։ Ավելի լավ ենք նկարահանումներ իրականացնում։ Բայց ներդաշնակ, սիրուն, շատ լավ է ամեն ինչ։ Իրար պարոն Օվտիկինով դիմելով։ Այդ ինչի դες գնացինք, ես որոշել եմ ես պարոն այսօր չասեմ։ Բայց տենց չէ դիմում, չէ, իրար անուններով դիմում եք, չէ։ Միշտ որ գործից է, գործի մեջ մենք ամուսիններ չենք էլ, այնտեղ մեկը գալիս է, ասում Տիկին Մեհրաբյանն ասա կամ ավտոմատ ինքը արդեն չկում է, հենց սկսում ես գործից արցնել կամ մասնագիտականից, արդեն ավտոմատ պարոն Տիկինն է մի անում է։ Բարեկամներ, եթե մենք այս պահին նույնիսկ փորձենք խնամքով թաքցնել, թե մենք որտեղ ենք գտնվում, դա մեզ մոտ չի ստացվի, քանի որ շատ մեծ գրված է հասցեն եւ մենք գալուց էլ կարողացանք նկարահանել։ Լուսինե Զաքարյան 146 հասցեում ենք գտնվում։ Այո, հատուկ ենք կպցել, վերջերս է վերանվանվել։ Նախկինում եղել է 7-րդ փողոց Նորքի եւ ես էլ դա էլ երևի իմ տրավմաներից է փոքր ժամանակվանից սկսված, դեռ միշտ ասում եմ, չեն կպցնում ես։ Ես օրինակ որտեղ էի գնում, երեխա ժամանակ ինքնաճանաչողություն եւ այլն, քաղաքը շատ էի սիրում մանգալ պտտվել թեկուզ ոդկով, որ ասում էին փողոց կամ բան, անընդհատ միած ասենց աչքերս տան տների վրա միշտ ման էի գալիս, երբեմն մեկ-մեկ լինում էր միայն թվեր, էլի փողոց չկար, դրա համար համ տուն, համ փողոց ասենց մեծ գրելը միգուցե տենց հասկանալի է։ Պետք է գնանք գնումներ կատարելու այս պահին եւ թերևս գնում ենք ձեր մեքենայով, ոչ թե մեր, ճիշտ է։ Միանշանակ։ Դե տեղափոխվենք մեքենայի մեջ, որից հետո կշարունակենք արդեն մեր նկարահանումները։ Գնացինք։ Դուստա ես նստում։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան հրաշալի ժեստի համար։ Շնորհակալություն։ Եվ այս նույն ժեստը ես կկատարեմ իմ գործընկերոջ համար։ Համեցեք Դավիթ։ Վստահ եմ այսօր դժգոհելու տեղ չունեք, տարածքը մեծ է, մեքենան նույնպես։ Մարիամ, իսկ դուք մեքենա վարում եք թե ոչ։ Ես վերջին անգամ մեքենա վարել եմ պատերազմի ժամանակ, երբ Արկադին գնաց ճակատ եւ ես մնացի ոնց որ Մոնթեի խնամքը լրիվ իմ վրա մնաց ու պետք էր մեքենա տանել բերել, դե ինչպես հասկացաք Մարաշում առանց մեքենայի չես տեղաշարժվի։ Վերջին անգամ 3 եմ մեկ էլ վարել, շատ կարճ ճանապարհ, պետք էր ակետից բեկետ գնալ ու ընդհանրապես կարիք չի լինում, որովհետեւ հենց ճանապարհը, ժամանակ այդ ծախսը խնայելու համար ես ուզում եի, որ ամեն ինչ մեկ տեղում լինի, որ այդ ժամանակը ծախսենք մեր վրա։ Հաջորդ հարցս պարոն Մեհրաբյանին է ուղղված։ Ինչպես կգնահատեք Երևանում երթևեկությունը։ Ինչ չափանիշով գնահատել, իրականում վարորդների գրագիտության առումով իմ կարծիքով մի փոքր առաջընթաց կա, եթե համեմատենք մի 10 տարի առաջվա։ Ես որպես տենց, չասեմ հին վարորդ, 2000 թվականից վարում եմ, 25 տարի է վարում եմ։ Կարծում եմ անգամ այն բաները, որ լինում են ոչ հաճելի երևույթներ, ավելի շատ ոչ թե վարորդի վարելու
ունակությունից, այլ ավելի շատ մարդու ներսի, մարդիկ չգիտեմ ինչի, այսինքն հանգի չգիտեմ, չարացած են, մարդիկ լիքը խնդիրներ ունեն, որոնք պրոյեկտում են անմիջապես եւ աշխատանքի վրա եւ մնացած ոլորտների վրա, դրա համար կարող են պատահել այնպիսի դեպքեր, որ անգամ լավ փորձառու վարորդները այնպիսի սխալներ թույլ տան, որ անգամ սпасելու չէր, բայց ընդհանուր առմամբ շատ վատ չէի գնահատի։ Հաղորդման այս հատվածում մեր հյուրերին միշտ տալիս ենք այս հարցը. Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի բարելավվեր եւ լավը դառնար։ Ով է սկսում։ Դուք։ Տեսախցիկը այս պահին ձեզ համար է աշխատում։ Դե քաղաքական առումով իշխանություններին, բայց իհարկե ավելի լուրջ եւ խորքային առումով մեր մենթալիտետը մտածողությունը։ Ինչպիսի մտածողությունը ինքը ճկուն չի, ինքը աճող չի, պրոգրեսիվ չի, ռացիոնալ չի, մենք միշտ այն որ ասում են պահպանողական ազգ ենք, մենք ես այդ պահպանողական կարճած ինչ որ անցյալից, անընդհատ անցյալի վրա կենտրոնացած, անընդհատ պահում ենք, հա, դրա հաշվին է նաև բան չունեմ ասելու, որ մեր ազգը մինչև հիմա գոյություն ունի, իսկ շատ ազգեր վերացել են կամ միգուցե ասենք չունեն դա անգամ պետություն, բայց այսպես թե այնպես այն վնասները ինչ տալիս է այդ պահպանողականությունը համեմատելու չի այն օգուտների ինչ կտա պրոգրեսիվ մտածողությունը, ռացիոնալ մտածողությունը, թիմային մտածողությունը։ Մարիամ, դուք ինչ կարծեք։ Ես իսկապես շատ եմ ուզում այս հարցին պատասխանել, անկեղծ շունչս բաց սպասում եմ երբ եմ ես պատասխանելու։ Ես քանի որ ծնվել եւ մեծացել եմ Երևանում, երբեք չեմ պատկերացրել, որ թերապևտ դառնալով կգա մի օր, որ մարդկանց համար, հատկապես իմ հայ մարդու համար, ով ապրում է այս քաղաքում շրջակայքում, կուզենամ, որ մարդը ապրի բնության մեջ։ Վերջին շրջանում ես տեսնում եմ, որ կանաչ գոտիները գլխատվում են եւ կա թղթի վրա, որ պետք է տեղ ստեղծվի կանաչ գոտի, նույնիսկ հիմա շատերը կասեն այսքան տեղը ստեղծվել է կանաչ գոտի, բայց ես կանաչ գոտում ապրելով ամեն դեպքում մեր տան դիմաց անտառ է։ Կարծում եմ, որ այդ անտառը չխնամված է։ Կարծում եմ, որ այդ անտառը ավելի շատ իմ կողքը ապրող մարդը օգտագործում է աղբը նետելու համար։ Այ եթե մտածողությունից գանք եւ ես կանաչ գոտին կարեւորեմ, բնության մեջ ապրելը կարեւորեմ, ես կասեմ, որ այ դա է մարդուն բարիացնելու։ Մենք ինչքան մոտենանք թռչունների ձայնին սովորելուն, ջրի ափին մեր երեխայի հետ նախաճաշելուն, որը հավատացեք ռոմանտիզմ չէ, շատ մեծ բան չեմ ուզում, այլ որ մարդը սովորի այն վայրը, որը ինքը կարող է իր առողջության ու երկարակեցության ուրիշ տեղ չփնտրի, առողջությունը եւ երկարակեցությունը այդ պլաստմասե տարաների մեջ սնվելը չէ, այսօր շատ է թրենդային դարձել։ Չեմ ժխտի առողջ սնունդի կարևորությունը, բայց առողջ սնունդը նույն պլաստմասայի մեջ արդեն այդքան առողջ չի։ Հասկանալի է։ Շնորհակալություն սպառիչ պատասխանի համար, մենք արդեն կհանդիպենք խանութի շրջակայքում։ Մենք հիմա կհասնենք։ Շնորհակալություն։ Եկավ գնումներ կատարելու պահը եւ մինչ բուն գործողությանը անցնելը մի հարց։ Միշտ միասին եք անում գնումները, ինչպես հասկացա, որովհետեւ դուք նշեցիք մեքենայի մեջ։ Այո։ Օգտագործում եք ընդհանրապես նույնիսկ այդ մի քանի րոպեն։ Ումն է որոշումը վերջնական լինում գնումներ կատարելուց, որն է պետք գնել, պարոն Մեհրաբյանինը թե Տիկին Մեհրաբյանինը։ Ցուցակը տալիս է Տիկին Մեհրաբյանը, բայց որն է ավելի լավը, ով է որոշում։ Հա, նայած մթերք։ Դե պետք է ձուկ գնենք։ Մսամթերքը ինքը, այո։ Նու, բայց հիմնականում դու։ Հա, հիմնականում ես։ Պարոն Մեհրաբյան, ընտրեք ձուկը, որովհետև ինչպես հասկացա, ձկան ընտրությունը նույնպես ձեր ուսերի։ Բարև ձեզ, ոնց եք։ Մենք նախապես ասել ենք, այնպես ենք ընդունում կարծես հարազատ ընտանիքներ։ Այո, ընտանիք, մենք այստեղ այսպես ջերմ ենք, էլի միշտ ընդունելության արժանանում։ Եվ մենք այսօր ուզում ենք ձուկ, ոնց որ դուք եք պատրաստում։ Ահա։ Ես ձուկը սկսել եմ սիրել այս խանութից օգտվելուց հետո, այստեղ հատուկ ձևով են սարքում, միանգամից տալիս են ու մնում է վայելելը։ Հրաշալի է։ Ընտրում եք կոնկրետ ձուկ, թե ոչ։ Իսկ դուք շրջեք, ես ամբողջ գործողությունը կկատարեմ։ Հրաշալի է։ Դե մենք գնանք ինտերվալը երկար։ Այո, դե մենք գնանք բանջարեղենի բաժին։ Մեզ անհրաժեշտ է նաև ասացիք լավաշ եւ ծաղկակաղամբ, ճիշտ է։ Այո։ Գնանք երևի թե արդեն բանջարեղենի բաժինն է, այստեղից ընտրենք ծաղկակաղամբը։
Կա այստեղ ծաղկակաղամ, ինչ եք կարծում, Տիկին Մեհրաբյան։ Այո, կա, ծաղկակաղամներ կան այստեղ։ Հրաշք խանութի անունը ես հաջը։ Մի քիչ մեծ, որտեղ սենց պետք է կտրտենք։ Ես ես հրաշք խանութի անունը դրել եմ գյուղի խանութ, որտեղ այստեղ կա այս ամեն թարմությունը, ամեն ինչը, հատկապես շատ լավն է, ու այստեղ մթերքները են, որ սենց մեկ էլ աչքերը փակ կարող ես ընտրել, էլի, մի հատ սենց փչացած բան չես գտնի, դրա համար Չգիտեմ հոգեբանական ինչ հնարքներ եք կիրառում, բայց մինչ հասնում ենք մի բաժնից մյուսը, արդեն ձեր ցանկությամբ մթերքները պատրաստ են, ինչպես է դա ստացվում։ Ես ասեմ Գախնիկը Վահան ջան, ես բոլորի հետ շատ մտերիմ եմ։ Մենք իրեն շատ սիրում ենք ու արվում։ Եվ ես նույնիսկ կարող եմ նախապես զանգել, եթե շատ եմ շտապում, եւ իմ համար սենց դասավորը են դնեն, վերցնեմ ու գնամ։ Ինձ թույլ եմ տալիս այդպիսի ճոխություն։ Ամեն բան հասկանալի է։ Եթե մենք ունենք գնելու ընդամենը լավաշը, ես առաջարկում եմ արդեն հանդիպել դերամարկղի մոտ, Գնացինք։ Շարունակենք նկարահանումները։ Շնորհակալություն։ Գնացինք։ Վահան ջան, անգամ լիմոններն ատիկին Թամարան հոգատար շարել։ Ես խոսքեր չունեմ, ամեն ինչ արդեն պատրաստված հրաշալի գեղեցիկ ամենակարևորը։ Ո՞վ չէ առենք։ Ես էլ էի մտածում նույնիսկ կարելի է հում ամեն։ Ամեն ինչ կանենք։ Եվ այսպես բարեկամներ, մեր ընդհանուր գնումները կազմում են 9382 դրամ եւ առաջարկում եմ հաղորդման շրջանակներում մենք վճարենք ձեր փոխարեն։ Մենք մերժում ենք ձեր առաջարկը։ Բայց ինչու այդպես միանգամից։ Ինչու։ Որովհետև մեր տուն ենք գնում, դուք մեր թանկ հյուրն եք։ Այն որ ասում էի պահպանողական, հին հայկական բան մենք էլ ունենք, մեզ խոսում ենք, բայց մենք էլ ունենք որոշակի բաներ։ Համոզեցիք, շատ լավ։ Այո։ Այո։ Հաղորդման շրջանակում մի անապահով ընտանիքի այդ օգտակար կլնեք, քվիթ կլնենք։ Պայմանավորվեցիք, ոչ մի խնդիր։ Դե շնորհակալ ենք։ Ձեզ շնորհակալ։ Մերսի շատ, ապրեք։ Լավ օր։ Էս ինչ էր։ Օ, մենք հյուրասիրություն ունենք, պակա երեխեք ջան, մերսի։ Ապրեք։ Ընթացքում հյուրասիրություն էլ Հա, ունեցել, հրաշալի։ մեր բանել են դրել։ Ֆանտաստիկ, հրաշալի։ Այսօր երեխաները բոլ-բոլ քաղցրան։ Այո։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են։ Օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե այն փաթեթավորված է գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Մառանիկը նաեւ սպառողին է ներկայացնում իր նոր փաթեթավորմամբ ապրանքները՝ կարմիր աղացած պղպեղ, կծու, կարմիր աղացած պղպեղ, քաղցր, սև աղացած պղպեղ, ինչպես նաև նորույթ ապակե տարայով հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իսմա բոլոր հայկանայք են դա հիշում, որովհետև Մառանիկը ինչ եկավ մեր խոհանոց, մեր գործն ու կյանքը հեշտացավ։ Ընտրյալ հատիկ, համի գախնիկ։ Մառանիկ։ Կեցեք, հրաշալի է, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Իդեպ փոքր ժամանակ ինձ Մառանիկ ասել է իմ փոքր եղբայրը, այնպես որ Մարիամիկ չի կարողացել ասի, Մառանիկ ասել։ Ողջույններ նրան։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Ես իրականում միշտ օգտագործում եմ հենց այս ապրանքանիշը, ինքներդ էլ եկաք, տեսաք եւ համոզվեցիք, չգիտեմ, չեմ ինձ էր ծանոթ, որտեղ որ ցուցակով հանկարծ ուղարկում։ Այո։ Ասում են բռնակով Սլաբադայից ինքը տենց ունի բռնակով։ Ամենահարմարն ու ամենալավնա որակով։ Դե, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։
Ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի ներփահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Որպես սրճասեր հասարակության իրական անդամ, Լեբոն անփոխարինելի է իր համով, հոտով, որակով եւ մեր ամբողջ թիմը առավոտը սկսում է Լեբոյի հետ։ Ես սուրճ չեմ խաղում, բայց ես կմիանամ, որովհետեւ այդքան այնքան գովեցիկ ասում մի հատ էլ ես փորձեմ։ Դե Լեբոյով կբացահայտեք նաեւ նոր սրճային համեր ձեզ համար։ Բարեկամներ, մենք արդեն ձեր խոհանոցում ենք, ձեր ընտանիքի լիարժեք կազմով է եւ այսպես սկսում ենք ներկաբացական։ Մարիամ, Սուսիկ, Նարե, Անահիտ, Մոնթե եւ պարոն Մեհրաբյան։ Մոնթե, հարյախպետ։ Այո, այսօր բոլորով ներկա ենք։ Բուրըն աշխատանքային process է ընթանում այս պահին խոհանոցում, աղջիկները ինչպես հասկանում եմ, անցում են աղցանի պատրաստմանը, ճիշտ է։ Եվ նախուտեստային։ Եվ նախուտեստի լիարժեք սնվելու ենք, չէ՞ չլինի։ Մենք երբեք չենք մերժում, սիրում ենք համեղ սնվել։ Պարոն Մեհրաբյան, ինչպես հասկացա, դուք խոհանոցում այնքան էլ շատ չեք գործում։ Չէ, ընտիր զու եմ խաշում, այդ բոլոր հայտարամարտիկ, շատ լավ։ Եվ այլը, բայց հա ճիշտ եք, բնականաբար, չգիտեմ բնականաբար թե չէ, ես ավելի շատ ուտել եմ սիրում, քան պատրաստել։ Հասկանալի է։ Քանի որ իմ տիկինը շատ լավ պատրաստում է, ես լիրովին վստահում եմ նրան, իմ ստամոքսի Վստահ եմ աղջիկներն էլ են լավ պատրաստում, որովհետև ինչպես նկատում եմ, բոլորը պրոֆեսիոնալ կերպով են այս պահ։ Այո, շարժումները պրոֆեսիոնալ են։ Կխնդրեմ աղցանի բաղադրիչները նշել եւ ինչ աղցան է լինելու եւ ամենակարևորը, վերջում ձեր պատրաստած ուտեստների համար մտածեք անուններ, որովհետև մենք արդեն փորձարկելու ժամանակ անվանակոչելու ենք դրանք։ Խնդրեմ, ներկայացրեք բաղադրիչները աղցանի համար։ Մենք պատրաստելու ենք կեսար աղցան, որի մեջ կաղամբա լինելու, պանիր, մոցարելա տեսակի եւ աշխարհի բոլոր բանջարեղենները, աշխարհի բոլոր բանջարեղենները, եւ մսային հավելումներ, ձկնային։ Այսօր ձկնային հավելում։ Մեր թեման ձուկն է։ Շատ բարի։ Մարիամ, դուք ներկայացրեք ինչ է մեզ սպասվում առջևում։ Վանջան, քանի որ դուք ասեցիք, ինչպես ես եմ սիրում, որ վերջում լինի նոր անունով, մենք ուզում ենք նոր ձեռագիր տալ ձկանը, մեր սիրելի, անանասին, որը մի փոքր հիմա արդեն ձեթի մեջ է, եւ ծաղկակաղամբը այսպես լանգետանման ենք իրեն շարելու, բայց ձկան համեմունքով ենք համեմելու, որը ոնց որ հենց ձեր կողմից էլ բերված է եւ իմ ամենասիրելի համեմունքներից է։ Այո, Մառանիկ ընկերությունը հոգացել է այդ ամենի մասին։ Խնդրեմ, դուք կարող եք անցնել ձեր։ Այսօր բայց աշխատացնում ենք պարոն Մեհրաբյանին։ Ձուկը այստեղից դասավորում ենք, այստեղ ես ծաղկակաղամբի հետ եմ աշխատում։ Միաժամանակ եւ գործենք եւ զրուցենք, եթե դեմ չեք։ Բայց այս պահին կխնդրեմ, որ մենք խոսենք երեխաների հետ։ Ձեր դաստիարակության գործում ինչ դեր են ունեցել ծնողների հոգեբան լինելու փաստը։ Շատ մեծ։ Ես կասեի, որ շատ մեծ, որովհետև մենք միշտ մեզ իմացել ենք, որ հասկացող ծնողներ ունենք, ցանկացած թեմայով միշտ բաց ենք եղել, թե իրար հետ, թե ծնողների հետ, ու ճիշտ ասած չգիտեմ, եթե ծնողները հոգեբան չեն, ոնց է գնում, բայց հոգեբան ծնողներ ունենալը մեկի տեղը երկուսը, ուղղակի բինգո ենք մենք։ Իսկ ում հետ եք ավելի մոտ, մայրիկի թե հայրիկի, հատկապես աղջիկները ասում են, որ հայրիկների հետ ավելի մոտ են լինում։ Նա ինձ թվում է հայաց իրավիճակում։ Իրավիճակից է կախված մարդը։ Մարիամ, դուք ինչ կասեք, երեխաների դաստիարակության գործում ավելի շատ ներդրում ով է ունեցել, հայրիկը թե մայրիկը։ Մենք երկուսս, քանի որ ինչպես ճիշտ նշեցիք, նույն ոլորտից ենք եւ աշխատանքը համատեղել ենք երեխաների հատկապես նրանց համար ամեն ինչ մոտ է ընտրված։ Պարոն Մեհրաբյան, ինչ է պատահել։ Բարամ մի բան էլ ես ասեմ։ Գլուխը չի տեղավորում, ձկան գլուխը ծուգը գլխից է հոտում արտահայտությունը։ Չէ, դու դիր ես վերջում կդասավորեմ, հարցը կիսատ չթողնենք։ Այստեղ միտեղ դիր։ Ահա։
Ներողություն Մարիամ, խնդրեմ կարող եք շարունակել։ Ուղղակի պարոն Մեհրաբյանը շատ անօգնական է։ Այո, ցույցացիք իմ հայացքը համակրականը։ Ես բայց հարցը կարիք ունեմ, որ մի հատ էլ թարմացնենք։ Ավելի շատ ով է զբաղվել երեխաների դաստիարակությամբ։ Կարելի ասել հավասար որոշ իրավիճակներում շատ եւ քիչ, բայց մեզ մոտ մի փոքր այսպես աղջիկների հարցում ես ավելի ընդգրկված եմ եղել մանկահասակ տարիքում, հիմա իսկապես որ մեքենային վարում ավելի մեծ հարցեր են քննարկում, ավելի մեքենա վարում չափահասը։ Մեր տան միակ չափահասը դեռ Անահիտը։ Չի սիրում սովորել, բայց քշում է։ Չի սովորել, բայց քշում է։ Բայց ես հավաստիացնում եմ, որ ծայրից ծայր սովորել է ու չգիտեմ Մոնթեն ինչ ասում ասի դրանով։ Ես տեսել երբ ասում։ Հա, դե այդ քոչը տեսնելը արդեն շատ հարցալուծում։ Իսկ Մոնթեի հարցում դե ծնված օրվանից անգամ քնացնելը, խնամքը ամբողջը արել է papan։ Էլի ունենք կաղամ։ Բրավո, կեցեք պարոն Մեհրաբյան։ Համաձայն եմ, առաջի անգամ չեմ դիմադրում գովեստին, հա, արել եմ դա։ Դա փաստ էր անկեղծ, որովհետև Մոնթեի խնամքի ժամանակ նույն նախադպրոցական կրթության քնացնելը եւ այլն, այսպես 90% արել է իր հայրիկը լողացնելուց սկսած իդեպ, հետո արդեն լողացնելը դարձավ լողի գնալ ու ինչի է ես շատ ուզում որ հենց այդպես լինի, որովհետև միշտ ուզում եմ բոլոր հայրիկներն էլ լսեն իրենց ձեռքերը հայրական շատ ավելի կներեք, էլի համել ես գործանում խոսելիս, որ հասցնենք, սնվենք նաև, շատ ավելի ամուր են եւ երեխաների ապահովության համար շատ ավելի օգտակար են, այսինքն այն որ երեխաներ կան մեծանում են տագնապած, չգիտեն ինչպես վարվեն տարբեր իրավիճակներում, իսմա սիրունա, չէ, այսպես։ Այս տարբեր իրավիճակներում այդտեղ հայրական ձեռքերը, հայրական խնամքը անփոխարինելի են։ Դրա համար մայրիկներ ջան, էգոիստաբար, որ ամեն ինչ սկսում եք դուք անել, հետո բողոքում եք, որ ձեզ չեն օգնում։ Իհարկե այդ տարբերակն էլ կա, բայց հայրիկներին շատ ներգրավեք ու ինձ նման շատ գող կլինեք։ Մարիամ, արխիվում ինչ գործողություններ են սպասվում այս համեմելու ենք։ Պետք է տեղափոխել ջեռոցը եւ սպասել։ Այո, ես հիմա դասավորում եմ, եթե տեսակ ստացվում է երկշերտ, ձուկա, անանասը եւ ծաղկա կաղամբը։ Միգուցե հիմա շատերի համար այս համադրությունը լինի շատ այսպես տարօրինակ, բայց վստահեցնում եմ, որ համեմում ենք սոյայի սոուսով, ես նախապես իրեն տեղափոխել եմ։ Այո։ Մի քիչ ամփույթ արեցի, բայց սա ինքը աղի շատ է փոխարինում, քանի որ երեխաները այս սերունդը շատ սուշի է սիրում։ Այո։ Եվ սոյայի սոուսը նրանց քիմքին հարմար է, ծաղկակաղամ չուտող երեխաների համար շատ լավ տարբերակ է օգտագործել այն համեմունքները, որոնք որ ձեթնա, իդեպ դուք բերել եք։ Այո։ Եվ ես մի անգամից ինձ հարմար տարայի մեջ տեղափոխեցի, որ համես շատ չլինի։ Մի տեսակ մենք այդպես շատ յուղային ինչ որ բաներ չենք սիրում։ Այսպես նախապես իդեպ սիրելի հեռուստադիտող ճշտել եմ, ոնց եթերային օգտագործեմ, Վահանի սովորացրածով եմ անում։ Ահա։ Իդեպ ձկան համեմունքը ծաղկակաղամբի ու անանասի հետ, ոնց որ ստեղծված լինեն միմյանց համար։ Անկեղծ ասած, ես դեռ չեմ պատկերացնում, թե համային ինչ շերտեր են բացվելու մեզ համար, բայց վստահ լրիվ նորություն է, ինչ որ մի բանի չեմ կարող, էլի, մենք մեկ անգամ փորձել ենք եւ շատ այսպես հետաքրքիր քիմք ունեցող մարդ է փորձել, ֆիդբեքը դրական է եղել եւ ես համարցակ ձեր թիմին էլ որոշեցի այսօր հյուրասիրեմ հենց այս ուրեմն ուտեստով այս ամենից հետո չենք անում։ Հասկանալի է։ Տեղափոխվենք խոհանոցին մյուս հատված, որտեղ արդեն աղջիկները ոսկերչական աշխատանքի են անցել։ Եվ մոնթեն չարություն անում Վահան։ Ինչ եք անում, խնդրում եմ ներկայացնել, գեղեցիկ փաթաթել եք։ Այո, ներկապային Անահիտը մեզ ապահովում է պրոշտաները փաթաթած, կաղամբը լցրեցինք, ավելացրեցինք պանիր ու
Պանիրն արդեն արել եք, ոչինչ որ միջամտեմ։ Այո, իհարկե։ Պանիրը արդեն ավելացրել ենք, հիմա պրոշտաներ ենք արդեն։ Ինչ պանիր, տեղին սովորական։ Այո, ինչպես ասեն, հոլանդական հալվող պանիրն է։ Հոլանդական հալվող պանիր, հասկանալի է։ Սա ցեզերին փոխարինող կանաչի մարոլի փոխարեն է, հազարի փոխարեն է։ Ես երբ այս տարբերակը ընկերուհուս մոտ տեսա, որ ինքը օգտագործում է, կարող եմ ասել, որ շատ ավելի լավ է ցեզերի մեջ այս մթերքը։ Չինական կաղան։ Այո, օգտագործվում, շատ փափուկ է լինում, շատ համով է լինում, պապան տեխնիկական ինչ-որ հարցեր է լուծում։ Դե հոգնեց պարոն Մեհրաբյանը արդեն։ Այսպես երեխաները եթե ռոլն են ընտրել, ես մի քիչ կառաջարկեի, կներեք, հա երեխեք ջան, կառաջարկեի, որ երևի իրանց ավելի կտրտած տարբերակով անենք, որ ասենց երկու տակով լինի, ուտելուց ավելի հեշտ կլինի, տենց էլ է շատ սիրում, բայց Մարիամ, ռուկոլան ինչի համար է նախատեսված։ Ռուկոլան օգտագործելու ենք լոլիկ մացարելա պանիր աղցանի հետ, անայդ արդեն լրիվ պատրաստել է։ Իրան մնում է այս տարբերակով ծածկել։ Կարակ եմ տեսնում նաև սեղանի Կարակը հիմա գնում է ձկան համար է։ Այո, մի քիչ կարակ ձուկը սիրում է, Մոնթենա մեզ օգնում, նկատեք, խնդրում եմ։ Այո, գեցես Մոնթե հրաշալի է։ Կարակը դնում ենք ձկան վրա, տեղափոխում ենք ջեռոցը։ Ջեռոց ու սպասում ենք երևի 30 րոպե ու պատրաստ ենք սնվելու։ Հրաշալի է։ Դե ես առաջարկում եմ, մինչ դուք կարակը կտեղավորեք այս ամենի վրա, ես ձեզ համար ներկայացնեմ մեր կայքի նորությունները եւ այսպես վստահ եմ որ այս աշխատանքային թողուբոհի մեջ չեք հասցնում հեռուստացույց դիտել դրա համար հաղորդումը եթեր գնալուց անմիջապես հետո կարող եք մուտք գործել չէին սպասում KTM կայք որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները ձեր հաղորդումը ներառյալ այնտեղ կլինի եթեր գնալուց անմիջապես հետո կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան կամ YouTube-յան հարթակներում որտեղ նույնպես տեղադրված են բոլոր հաղորդումները Լավն էր նորությունը։ Հրաշալի, անհամբեր կսպասենք։ Աղջիկները ձեզ մշտապես օգնում են խոհանոցային եւ այլ կենցաղային հարցերում։ Եթե տանն են, եթե ուրեմն իրանք ունեն այդ ժամանակը, նույնիսկ կարող է ես գամ տուն, տեսնեմ արդեն ինչ որ համով բան պատրաստ է, հատկապես այս ժամանակակից ինչն է, պիցաները, պաստաները, չէ՞, փանքեյքները, ապրեք, որ օգնեցիք, եւ ինչ որ եթե նոր բան Լինում է։ Ահա, Սուսիկը փանքեյքի մենաշնորհը տան ունի։ Սիրելիներ, ես պատրաստ եմ տեղափոխելու։ Խնդրեմ, կարող եք այն տեղափոխել ջեռոցը, որից հետո մենք մի պահ կդադարեցնենք մեր նկարահանումները։ Ես հենց 30 րոպեի վրա դրեցի, Վահան ջան։ Այո, քանի աստիճանի վրա է դրված։ Եվ վերևը, եւ ներքևը, եւ դրեցի 180-ի վրա։ 180 աստիճան, սպասում ենք մոտ 30 րոպե։ Ինքը հիմա տենց շատ սիրուն կլինի։ Բարեկամներ, պարզվեց, որ եւս մեկ ուտեստ եք նախատեսում մեզ համար պատրաստել, այն է բանջարեղենային գրիլ։ Այո։ Եվ այս ընթացքում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ մեր կյանքում, վերադարձավ պարոն Մեհրաբյան։ Ուր էիք, պարոն Մեհրաբյան։ Ես նախ, քանի որ այնտեղ ախպով մի քիչ կեղտոտվել էի, լվացվում էի եւ փնտրում էի նաեւ աղբի տոպրակ։ Գտա, կարևորը որ գտա, այո։ Հրաշալի է։ Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, դրա համար ես մի փոքր ուշ գտա, բայց ոչինչ։ Մարիամ, ինչ ենք անում, ինչպես ենք նախ պատրաստում։ Տեսքս լավը չի։ Հրաշալի է։ Չէ, շատ լավ է, մարտական է։ Մարտական է։ Ես հիմա բերում եմ բրոկոլին։ Այո։ Որտեվ բրոկոլին Ահա, Մոնթեն օգնում է ինձ այնտեղից։ Ես բրոկոլին շատ հետևից չեմ ընկնում եւ իր հետ վարվում եմ այսպես։ Այո։ Բայց ինչպես հասկացա, հետաքրքիր ձևով ենք գրիլ անում, ոչ ավանդական։ Ես իրան դնում եմ էրոգրիլի մեջ եմ դասավորում, համեմում եմ եւ միացնում եմ իր հարմար ջերմաստիճանը։ Հետո արդեն կունենանք առանձին գրիլ եղած, առանց հավելումների ինչ-որ բաների, ուրեմն նոր ուտեստակ, որը առանձին մատուցում ենք, պասային շրջանում ինչքան հյուր ունենում ենք, սա իրենց համար ոնց որ ամենակարևոր կտորն է լինում։ Սենց սիրում բոլոր բիբարիկները գալիս են այստեղ։ Երեխեն ա ձեր։ Այդ մեր երեխեն է, հա։ Բիբարի։ Ահա։ Ինչով ենք համեմելու, Մարիամ։ Ընդամենը աղ, բիբար եւ ով ինչ կսիրի, բայց ամենավերջում գրիլ արած բանջարեղենը սիրում է բալզամիկ։ Հասկանալի։ Կամ ըստ ճաշակի, դա ոնց որ sense շատ խիստ է։ Այստեղ ես հիմա նաև սունկ եմ ավելացնելու,
այս կանաչ գոտու մեջ, լոլիկը որպես կանոն, քանի որ ունենք աղցան, հիմա չեմ ավելացնի եւ այդպես ավելի մի քանի տեսակի գրիլ կունենանք։ Շատ լավ, ձեզ չխանգարենք, անդրադառնանք արդեն պատրաստի աղցանին, որի համար պետք է մտածել։ Անուն հիմա կարող եք չանվանակոչել, ոչ, այդ կանվանակոչենք սեղանի շուրջ։ Շատ լավ, անպայման։ Աղցանը երկրորդը պատրաստ է ռուկոլայով ամբողջությամբ պատված։ Թաքնված աղցաներ ունենք։ Ասեք Մոնթե։ Որ սաղ չտանջվեն դրա համար եմ ետոքի։ Ինչա պատահել։ Ասեմ, որ սաղ չտանջվեն դրա համար։ Որպեսզի բոլորը չտանջվեն, Մոնթեն նույնպես օգնում է։ Կեցեք, ուրիշ ոչինչ չունեմ ասելու։ Միայն անուլին ես հասցնում օգնել։ Ինձ թվում է սա արդեն ուտվելու պատրաստ աղցան կարելի անվանել։ Կռահում եք իմ մտքերը, պարոն Մեհրաբյան, որովհետև առաջարկելու էի Շատ բարի Մոնթե, որովհետև առաջարկելու էի հանդիպել արդեն սեղանի շուրջ։ Բարի, սիրով։ Շնորհակալություն։ Ես շարունակում եմ մառանիկը օգտագործել, սիրելիներս։ Լավագույն որոշումներից մեկն է։ Մի քիչ կծու եմ անում, հոդեմ չեք։ Միայն կողմենք։ Դե արդեն դուք համեմ եք, իսկ մենք հանդիպենք սեղանի շուրջ։ Համաձայն եք մայր։ Սիրով, իհարկե, ես էլ եմ շտապում։ Շնորհակալություն։ Մոնթե, ո՞նց ես։ Չեն տալիս քեզ գործ։ Ձերը գործ չկա։ Բարապես մնացել։ Բայց դու ինչ գործ ես սիրում անել խոհանոցում հիմնականում։ Ուտել։ Ինչ ես սարքում ամենաշատը համով։ Սալատ ու պիցա։ Ինչ սալատ։ Կաղամբով գազարով, լավ։ Մենք հաշվի կառնենք, մյուսը կգանք քո մոտ հյուր, հա։ Կլինի։ Բայց ես հստակ եմ ապրում ինչ։ Լավ, կմտածեմ քեզ ինչ պատասխանեմ, կպատասխանեմ։ Յանի արդեն եկել եք, էլի։ Հա, հասկացա։ Հարգելի Մեհրաբյաններ, մենք ձեր սեղանի շուրջ հավաքվել ենք արդեն եւ սպասում ենք անուններին, անվանակոչեք։ Այն ամենը ինչը պատրաստել եք։ Ձուկը մեհրաբյանական ձևով։ Շատ բարի։ Ձուկ մեհրաբյանական։ Սա աղցանների շարքը, քանի որ ամեն տեղ մի ինչ որ բաղադրիչ նորացված է, անվանենք Մոնասուանի շարք։ Ինչպես ներողություն։ Երեխաների անունները օգտագործեցինք։ Մոնթե, Նարե, Սուսաննա, Անայդ, Մոնասուանի շարք։ Շատ լավ։ Դե անցնենք փորձելու։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է իհարկե ծաղկակաղամբը, որովհետև մենք հանեցինք, փորձեցինք տեսնենք եփել է թե ոչ, ասեմ որ եթե սիրում եք կծու, եթե սիրում եք այսպես յուրահատուկ մի բան, sense կիսաթթվաշ, ապա ինքը հենց այն է, ինչ պետք է։ Ախորժակ եք գրգռում արդեն Մարիամ, եւ ես եսասիրաբար կվերցնեմ եւ կփորձեմ։ Եվ խորհուրդ կտամ դուք էլ փորձեք։ Անպայման, շատ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Համեցեք նորից, համեցեք կրկին։ Իսկ մի սարքել եք։ Այո, ձկան տեսքով։ Ձկան տեսքով, սպասում ենք ձեր արձագանքին։ Հրաշալի է։ Ընդհանրապես չէի սպասում, որ ծաղկակաղամբը այսքան համեղ կարող է լինել։ Դե անպայման ձուկ օգտագործեք հետը, որտեվ ինքը։ Դե, պարոն Մեհրաբյան, սպասում ենք ձեզ։ Սպասում եք բացումն անեմ։ Այո, սպասում ենք բացումն անեք։ Դե բարի ախորժակ բոլորիս։ Շնորհակալություն։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Վերջում կխմենք։ Ինչ էր սալատ անկցունամում, ինչ էր ոնց է։ Մոնասուան, ահա, կարելի է։ Էկրանից դուրս ոնց էր։ Էկրանից ներս դուրս բոլոր տղերով։ Չէ, դե ամեն դեպքում էլի։ Չէ, շատ լավ էր, հրաշալի էր։ Բայց ես արդեն կարամ եսասիրաբար չլինեմ, կարամ հյուրասիրեմ նաև։ Ոնց է դու ինչ կուտես։ Ձուկ կուտես իշխան։ Դուք որ չեք օգտվում, մի տեսակ լարվում եմ, կարող եմ գիտեք որ չեք ուզում։ Չէ։ Խոսում ենք։ Լավ։ Իշխան ձուկ։ Ես իշխան ձուկ ծաղկակաղամբը ամբողջությամբ կարամ ուտեմ։ Հա, բայց մենակ իշխան ձուկ։ Մոնթեք ուզես աղցան։ Մոնասուան։ Կանոններ մեջ կա, տես։ Դու էլ ես սարքել ես։ Սրանից դու էլ ես սարքել, ուղղակի դու չգիտես, քեզ չէինք ասում։
Կուզես։ Բայց արել է ինքը ձկնիկների վրա։ Ճիշտ է։ Կուզես։ Հա։ Ես քեզ տղաս։ Վերցրու, որ ուզում ես, էդ էլ լից։ Զուկ որ մոնթեյներ։ Էս սրանք մենակ։ Որը ոնց է ես։ Հա, հասկացա։ Սենց։ Չինական խոհանոցի սիրահարես, հա դու։ Նենց է եկել կիսվեց։ Հա, նորմալ է։ Շնորհակալություն։ Վան ջան, ձեզ ձուկ չդնենք, բա։ Դրեք, իհարկե դրեք։ Կաղա գլուխ։ Չէ։ Պոչ, մեջ։ Պոչ։ 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 Մեջ, էական չի։ Այստեղ տակն է թաքնվել։ Ահա որտեղ է թաքնված շան պոչ։ Զկան։ Զկան գլուխյան պոչ։ Ահա։ Շնորհակալություն։ Պատմական պահա, հա, հիմա ոնց որ։ Հա, կարծում եմ լիմոնը այստեղ է, թե լիմոն սիրում եք։ Այ ջան, հացը փոխանցես մի հատ։ Վայ, հրաշալի։ Հրաշալի։ Ֆանտաստիկ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բոլորից բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Մարիամ, խնդրում եմ ասեք, թե ինչ է ձեր ձեռքում այս պահին։ Վան ջան, իմ ձեռքում հատուկ ձեզ համար պատրաստված քաղցած սպասում են քաղցրավենիքն է, որ մյուս անգամ լինի քաղցած սպասում են։ Մենք ձեզ քաղցրով ճանապարհում ենք։ Տեղեկացնենք, որ այդտեղ մի փոքրիկ ուղում կա արվա։ Այո։ Դուք դանակով հետո ուղեցիք, որ ձեր քաղցած չէին սպասում, իսկ հաղորդումը կոչվում է քաղցած սպասում են։ Սա տանում ենք մեզ հետ, թե մնում է ձեզ մոտ որպես ուժ։ Իհարկե տանում ենք ձեզ հետ։ Հատուկ ձեզ համար է պատրաստված։ Շնորհակալություն շատ հրաշալի զրույցի համար, շնորհակալություն հրաշալի ուտելիքների համար եւ ամենակարևորը անմոռանալի եւ ջերմ միջավայրի համար։ Ես ցանկանում եմ, որ այն ձեր ընտանիքից երբեք չպակասի։ Շնորհակալություն։ Համեցեք միշտ։ Համեցեք։ Սիրով լավ մնացեք, հաջողություն։ Մի քիչ արագ, երեխեք։ Իրականում այս թիմի հետ երկրորդ անգամ էինք աշխատում եւ կարելի ասել անverջ կարելի է նրանց հյուրընկալել։ Անձնային աճի է նման, չէին սպասումի թիմի հետ աշխատանքը, այս անգամ քաղցած սպասումն էր մեզ հյուր։ Մյուս անգամ քաղցրավենիքով սպասումը, այնպես որ սպասում ենք ձեզ։ Հա, երեխեք, ինչ եք ուզում, ասեք։ Բան եք ասում։ Ոնց է դու բան ես ուզում։ Ասա։ Դեռ մտածում եմ։ Մտածում ես, всё, գնացինք Սուսաննա։ Գնացինք պարապմունքի։ Գնացինք պարապմունքի։ Հայ, ես էլ կոնֆերանսի եմ։ Սա։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.